Քննարկում ենք հարց համար 23 Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացված նախագծի ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացման ուղղված կառավարության քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում, մասնավորապես կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում, ինչպես նաև կառավարության ծրագրում։ Եվ այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք վերանայելով մեր կրթաթոշակային քաղաքականությունը նոր համակարգ ներդնենք արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով նախկինում նմանատիպ ձեռնարկների փորձը, մենք այս նախագծով փորձել ենք հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ռիսկերը այնպիսի մեխանիզմ ներդնել, որը ավելի մեծ արդյունավետություն կունենա եւ հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար։ Մասնավորապես այս նախագծով նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում եւ հնարավորություն ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկրյա հեղինակավոր բուհերում, եւ սա ասելով մենք նկատի ունենք Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում եւ առաջին 75 բուհերը մագիստրատուրայի դեպքում, եւ այս պարագայում կհամաֆինանսավորենք ուսանողների ուսման վարձը։ Պետք է ասեմ, որ ծրագրի գործելու հիմնական պայման է, որպեսզի սրան մասնակցի մասնավորը, այսինքն առևտրային կազմակերպությունը, որը իդեպ պետք է ունենա առնվազն 100 աշխատող, որպեսզի մեզ համար նաև տեսանելի լինի գործընկերության կայունությունն ու վստահելիությունը, համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո նաև նախատեսվում է, որ պետությունը նույնպես ամեն տարի առավելագույնը 10 միլիոն դրամի չափով, մնացորդային գումարի չափով կրթաթոշակ կտրամադրի։ Կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի կազմակերպությունում, նախատեսված են նաև համապատասխան գործընթացները մեր պատկերացրած ուղղությամբ չգնալու դեպքում որոշակի ֆինանսական հետևանքներ գործատուի համար։ Եվ կարծում ենք, որ այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որպեսզի մենք մի շարք առանցքային ոլորտներում համալրենք որակյալ կադրերով եւ որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական եւ արդյունաբերական գործընթացներում, դրանք ավելի արդյունավետ ու արտադրողականության տեսանկյունից բարենպաստ դարձնելով։ Միևնույն ժամանակ այս աշխատակիցների առկայությունը կբերի նաև նոր գիտելիքի կիրառմանը ու փոխանցմանը նաև մյուսներին։ Ինչպես նշեցի, հաշվի ենք առել նախկինում իրականացված տարբեր ծրագրերը, մասնավորապես վերլուծելով կրթաթոշակային այն ծրագրերը, որով մեր ուսանողները հնարավորություն էին ստանում սովորել դրսում, տեսել ենք, որ օրինակ լույս հիմնադրամի պարագայում շուրջ 20%-ն է ընդամենը, որ կրթաթոշակառուների վերադարձել է եւ որևէ կերպ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում եւ կարծում ենք, որ այս մոտեցմամբ խնդիրը էապես կարգավորվում է, քանի որ ի սկզբանե նաեւ աշխատանքային հեռանկար է առաջարկվում, ապահովելով կրթության ավարտից հետո մասնագիտական գիտելիքների դրսևորման միջավայրը։ Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը առաջարկում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, այս թեման մեզ վաղուց է տանջում, որովհետև մենք խնդիր ենք տեսնում նրա հետ, որ պետությունում չկա ծրագիր, որը ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու եւ Հայաստանում գործելու հնարավորություն տա, որը մեր երկրի զարգացման կարևոր պայման է, եւ մենք անդադ մեխանիզմների փնտրտուքի մեջ ենք, թե ինչ անենք, որպեսզի այդ նման արդյունավետ ծրագիր ունենանք։ Եվ բնականաբար առաջին բանը, որ արել ենք, փորձել ենք վերլուծել այն փորձը, որը ունեցել ենք, ինչպես տիկին Անդրեասյանը ասաց, լույս հիմնադրամի
կողմից կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան, եւ հետեւաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում, ընդ որում պատճառների մեջ չեմ ուզում խորանալ, փաստ է, որի հետ պետք է առնչվենք։ Հաջորդը դրանից հետո համանման գործունեություն մենք փորձեցինք պատվիրակել, որպեսզի իմ քայլը հիմնադրամը իրականացնի, բայց այդտեղ իհարկե տոկոսը որոշակիորեն ավել է 60%-ի չափով, բայց էլի 40% չվերադարձելիություն ունենք, որը պրոբլեմ է, էլի, եւ սա էլի մենք sense պրոբլեմների չենք անդրադառնում։ Բայց սա ինչ պետք է հասկանանք, չէ՞, սա ինչ երևույթ է։ Թվում է թե պայմանագիր է կնքած, թվում է թե կառավարությունը կամ ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են հետ չեն գալիս։ Մենք այս թեմաներին չենք բանանում, չենք անդրադառնում ու տենց կուլտուրա մեր մոտ չկա։ Ինչին ասես անդրադառնում ենք sense թեման, բայց մենք այս հարցը առնվազն մենք մեզ ճանաչելու համար պետք է այս հարցը տանք մեզ։ Սա ինչ է նշանակում։ Սա ինչի մասին է վկայում։ Եվ մենք ու անընդհատ այս հարցը մեր օրակարգում դնում ենք, պետքա լուծել, եւ եկանք այն եզրակացության, որ պետքա կոնկրետ ընկերությունների պետք լինեն կոնկրետ մասնագետներ, մենք իրանց աջակցենք, որպեսզի իրանք այդ մասնագետներին պատրաստեն այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունը ավելի դժվար է չկատարել, քան կառավարության նկատմամբ, որովհետև հիմա կառավարությունը երբ որ գնա այդ 80 կամ 40%-ի հետևից, ես համոզված եմ, որ բան կսկսվի, մի հատ շարժում կսկսի, թե ինչպես է կառավարությունը ապազգային ձևով թույլ չի տալիս, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ Նոբելյան մրցանակ ստանան եւ Նոբելյան մրցանակի դռնից բռնում հետաբերում Հայաստանի Հանրապետություն։ Եվ էլ եմ ասում, ես հասկանում եմ, որ ես անկեղծ ասեմ, այդ թվերը տեսնելիս ուղղակի ջղայնանում եմ։ Ես չգիտեմ ուրիշների ինչ էմոցիա են, ես հասկանում եմ, որ պետքա հանդարտ վերաբերվել, բայց ես չեմ կարող սրան հանդարտ վերաբերվել։ Էլի բանի այդ կենացային տրամաբանությունը, որ սրա հետ դնում ես համեմատում ես, ասում ես, լավ, լսեք, ինչքան կարանք մենք մեզ կեղծենք, ինչքան կարանք կեղծենք, ինչքան խորը կարա լինի կեղծիքը։ Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք կոնկրետ ընկերությունը իրան մասնագետապետ, այդ մասնագետին ինքը ֆինանսավորում է, մենք 50%-ի չափով, հա։ Այսինքն, բայց 10 եթե ամենաթոփ բուհերն են, չնայած այդ բուհեր ընդունվողները իրենց ցուցանիշներից եւ չափանիշներից ելնելով իրանք կրթաթոշակ պետք է ստանան, վճարվող կրթաթոշակին մենք որոշակի վճարվող ուսման վարձին մենք որոշակի ինչքան մասնավորն է մասնակցում, մենք այդքան ենք մասնակցում։ Մենք դրել ենք առավելագույն չափի սահման, որը ամեն ակադեմիական տարում 10 միլիոն դրամն է առավելագույնը։ Այդ չափով, բայց կարող են լինել դեպքեր, երբ որ ավելի պակաս է։ Այսինքն դա մաքսիմումն է։ Հիմա ես պարոն Պապիկյանը, քանի որ ուզում եմ հարց տա, ես տամ այդ հարցը։ Հիմա այս ուղղությամբ մենք տարկետում տալու ենք զինծառայությունից։ Պարոն վարչապետ, մեր մոտ արդեն գործում է 2018-ից տարկետման համակարգ, որով որ Շանհայի վարկանիշավորման համակարգի առաջին 50 բուհերում ուսանողներին տրամադրվում է եւ այս ընթացքում 18-ից ի վեր 380 հոգի օգտվել է այդ տարկետման համակարգից, նրանցից ավելի քան 330-ը դեռ սովորում է։ Իսկ քանիսն է ավարտել եւ քանիսն են 45-ը ավարտել են։ Քանիսն է վերադարձել։ Մենք այդ փորձել ենք ուսումնասիրել։ Տեսեք, եթե 45-ն էլ չեն վերադարձել, այդ արտոնությունը մենք հանում ենք ուղղակի։ Ես առանց քննարկման։ Այս պահին հստակ տվյալ ունենք 19-ի վերաբերյալ, որոնք չեն վերադարձել, մյուսների հետ փորձում ենք, շարունակում ենք կապ հաստատել։ Ընդ որում տղաներ են թե աղջիկներ են, էական չի։ Այստեղ մենակ ծառայության մասին չի, որովհետև մենակ զինվորական ծառայության մասին չի։ Այսինքն, եթե պետությունը ջանք է գործադրել, հա? Հա, եթե պետությունը ջանք է գործադրել, եւ եթե հիմա ավարտածների վիճակագրությունը տվեք։ Ես հասկանում եմ, էլի տենց
մենք պետք է առաջատար բուհեր եւ այլն, վերադարձածների վիճակագրությունը կտակ, եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինեն, մենք ուղղակի այդ արտոնությունը բան ենք անում։ Մենք կներեք այդքան ռեսուրս չունենք զարգացած երկրների զարգացման համար ներդրում անելու։ Իրանք իրանք զարգացման համար ներդրում անելու ձևը կգտնեն։ Լավ։ Համեցեք, պարոն Պապ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարցս վերաբերում է նրան, ինչպես է կատարվում ընտրությունը, որտեղ խոսքը վերաբերում է պատանիներին, դպրոցական տարիքի, ու մենք акցենտը դնում ենք ընկերությունների վրա, ովքեր պիտի վաղվա իրենց աշխատողին ընտրեն։ Այդ ընտրության մեխանիզմը եւ քվոտավորումը մարզերի եւ Երևանի միջև ինչպիսին է։ Իրականում այստեղ որևէ տարիքային շեմ չկա եւ շատ հնարավոր է, որ ընկերությունը ուղակի իր մոտ աշխատող մարդուն արդեն ուղարկի սովորելու եւ սա նշանակում է, որ այստեղ մենք ինչու ենք հենց այս մեխանիզմը ընտրել, որպեսզի ոչ թե ուղակի որևէ մեկի կրթության զարգացման մեջ ներդրում անենք, այլ մասնավորի հետ փոխկապակցված ծրագրով ներդրում անենք այն աշխատակիցների գիտելիքների զարգացման մեջ, որոնք հետո գալու են եւ այդտեղ աշխատելու են։ Այսինքն այստեղ ովքեր կլինեն շահառուները, պետք է կարծում եմ առնվազն 1 փուլով հայտարարությունների ընդունումից հետո, դիմումների ընդունումից հետո վերլուծենք, թե ում են ներկայացնում մասնավոր կազմակերպությունները, բայց կարծում եմ, որ այստեղ առնվազն այդպես դպրոցականների շքերթ չենք կարող ունենալ։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք այսպես անել, որ ասել, որ այդ շահառուն պետքա 2 տարի առնվազն այդ ընկերությունում աշխատած լինի, որովհետև հիմա ենթադրենք 17 տարեկա 18 տարին լրացավ, այդտեղ աշխատեց եւ չնայած եթե ընդունվեն այդ վատ չի, բայց այդտեղ էլ վերադարձի վիճակագրության հարցն է։ Ես կարծում եմ, որ այս պայմանը պետքա դնենք, այսինքն պետքա համոզվենք, որ մարդ այդ ոլորտի աշխատող է։ Ինչ կլինի, որ սենց պայման սահմանենք։ 2 տարի, ասենք, աշխատող լինի։ Դրանով բազմաթիվ հարցեր կլուծենք։ Պարոն վարչապետ, այստեղ շրջանավարտների հարցն է առաջ կանգնելու, որոնք գուցե ավարտել են, այս պահին դեռ չունեն աշխատանքային փորձ եւ այդ ընկերություններում օրինակ մագիստրատուրա դիմելու, սովորելու հնարավորություն կունենան, բայց քննարկելու հարց է, կարծում եմ։ Համեցեք։ Վարչապետ, ես կարծում եմ ձեր առաջարկը շատ տրամաբանական է, որովհետև եթե որևէ կազմակերպություն պատրաստվում է իր աշխատողի վրա գումար դնել, օրինակ 10 միլիոն դրամ, որպեսզի նա գնա սովորի, 3 ընդունված աշխատողի վրա չի դնի։ Եթե դա դեպի բանը տեղի ունենում, դա ինչ որ տարօրինակ բան է։ Այսինքն հիմնարկը իր աշխատողին պետք է գնահատի, տեսնի այդ մարդը պոտենցիալ ունի իր հետագա իրավոտ աշխատելու թե չէ։ Թե չէ տենց կարա դառնա լրիվ ուրիշ բանի մեխանիզմ։ Այսինքն հիմնարկը թող 2 տարի իր մոտ աշխատի, աշխատավարձ վճարի այդ աշխատողին, ճանաչի աշխատողին, որովհետև չի կարելի։ Հա, այսինքն իր աշխատավարձն էլ ընդ որում էս էլ է բան, պետք է աշխատավարձն էլ նայել, եթե նվազագույն աշխատավարձ է տվել, օրինակ, ուրեմն ասում է, որ գիտեք, ինչ էս աշխատողը որակավորում չունի։ Եվ որակավորում չունեցող աշխատողի վրա ինչ է ուզում փող դնի։ Այդտեղ կարան տարբեր սխեմաներ գործեն։ Համեցեք։ Ես իրականության մեջ սա կաշխատի այն ժամանակ լավ իմաստով, ոչ թե հատուկ ինչ-որ դեպքերի համար, երբ որ 3-1-ին ընդունեն, որպեսզի այսօր պետությունը բանը տա իր վարձի կեսը, այն պարագայում երբ որ եւ կազմակերպությունը երբ կծախսի փող իր աշխատողի վրա։ Նույնիսկ 2 տարի իրականության մեջ նույնիսկ 2 տարվա դեպքում կարող է չծախսի, այն տեսնի, որ ինքը տարիներ շարունակ աշխատել է, մեծ ներդրում ունի եւ որպես մի կազմակերպություն կա բաժնե տոմսեր է տալիս, տարբեր տեսակի բաժնե մասեր եւ այլն, սա էլ էլի ներդրման ձև է, ինչպես աշխատավարձի բարձրացումը եւ այլն, այսինքն կրթություն ֆինանսավորել։ Ես այդպես եմ չեմ ասում, որ կարող է ճիշտ նշեցիք, բարձրագույն կրթությունով գնա աշխատի, հետո մագիստրոսական կրթության համար գնա դրսում սովորի։ Այսինքն մենք այս հոգեբանությունից էլ պետքա դուրս գանք, չէ՞։ Մենք ասում ենք բուհում սովորել, պատկերացնում ենք 18 տարեկան։ Այստեղ ֆունդամենտալ խնդրեմ կա, չէ՞ մենք այս ծրագրով պատկերացնում ենք 22 տարեկան, 24, 27, 30, 45, հա, որ մարդը իրական տնտեսության մեջ թե չի ասում եմ, թե չէ էս էլ լինելու է բանից արտագաղթի եւ բանակից ազատվելու այդ մեխանիզմ։
կարող է սրա համար մարդիկ գործարան բացեն, որ ֆաբրիկա զվյոզդ։ Համեցիկ։ Դեմ չեմ, բայց երիտասարդության մասին սկսում ենք մոռանալ, որովհետև նորմալ adekvat ձեռնարկությունը շատ հավանական է, որ տաղանդավոր երիտասարդ վերցնի ու արկի սովորելու, որովհետև ինքը շուկայում չի գտնելու AI-ի մասնագետ, ու իր կոլեկտիվում էլ ոնց որ մենք ասում ենք, չի գտնելու, ինքը պետք է հնարավորություն ունենա այդ մարդու մեջ ներդրում անի, որպեսզի կարողանա այդ մասնագետին ստեղծի։ Մենք այդ հոսքը կսահմանափակենք, եթե լրացուցիչ կարգավորում անենք, որ չէ պետք է իր մոտ աշխատի։ Ես ճիշտն ասած, պարոն վարչապետ, ես չեմ կարծում, որ մեր մոտ աշխատանքի տևողությունը, որ մինչ օրս ծախսել է, կամ 2-3 տարվա աշխատողը խիստ վերապրոֆիլավորման կարիք չունի։ Ես չեմ էլ կարծում, որ մենք միարժեք կարող ենք գնահատենք, որ դա ակտիվ է, որը պիտի զարգացնել։ Այսօրվա աշխարհում ընդհակառակը, ես կարծում եմ, մարդուն 0-ից պիտի կրթել։ Եթե մենք այդ կարգավորումը դնենք, այդ հնարավորությունը կվերանա։ Պարոն Գրիգորյան, դեմ չեմ, բայց մենք մեր պրակտիկան չենք կարող շրջանցել։ Եթե լույս հիմնադրամով գնացածների 80%-ը չի եկե, իմ քայլը հիմնադրամով գնացածների 40% հետ չի եկե։ Ես միանշանակ համոզված եմ, կներեք, էլի եկեք գնանք գույքագրենք մեր լավ կանխավարկածով արած մեր ծնագրերը։ Եկեք գնանք միկրոբիզնեսից սկսած, մի հատ գույքագրենք, տենանք ինչա դա առել։ Մենք ինչ ենք արել, ուզեցել ենք մարդկանց լավություն անենք, որ լավ պայմաններում աշխատեն եւ պետությանը ներդրում անեն։ Միլիարդանոց չափազանցնում եմ, բայց որ արժի ծավալը չափազանցության կտրտել 25 կտորեն դարձել, որ իրանք լինեն միկրոբիզնես։ Մենք չենք կարող այս պրակտիկա։ Ես չեմ հիշում, որ սենց բանով տենց ժպիտով ոգևորված մեր արած որևէ ծրագիր իր նպատակին ծառայի։ Ցեցը գցում եմ մեջ հենց առաջ հենց այս դալիճից դուրս է գալիս, ցեցը անգնում ու սկսում են քրքրել։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը։ Համաձայն չեմ։ Ոչ թող ներդրում են անում, թող երկարաժամկետ ներդրում անեն։ Ես համաձայն չեմ, որ մի հատ էլ բանից արտագաղթի ֆինանսավորման մի հատ էլ լրացուցիչ մեխանիզմ մենք ստեղծենք։ Համեցեք։ Մի բան ավելացնեմ, պարոն վարչապետ, համաձայն եմ ձեր հետ։ Ինքը թիրախը ու վերջնանպատակը պիտի շատ հստակ լինի, առավել եւս եթե հանրային ռեսուրս ենք ներդնում, բայց այդտեղ զուգահեռ մենք ինչն է մեզ շատ անհանգստացնում, որ եկեք առերեսվենք այդ խնդրի հետ, որովհետեւ եթե չառերեսվենք, այս հարցը երբեք չի լուծվելու, իրանք միևնույնն է այդ տաղանդավոր երեխեքը գումար կգտնեն ու կգնան։ Այստեղ խնդիրը նրանում է, որ մեր տնտեսությունը չի արտադրում նենց աշխատատեղեր, որոնք այդ կրթության կարիքը ապահովում են։ Իսկ այդ երիտասարդները երբ որ ստանում են այդ կրթությունը, լավ կրթությունը, պարոն վարչապետ, ինքը ցիկլեր ունի։ Իրանք համարում են, որ կրթությունը ստանալուց անմիջապես հետո պիտի ունենան այնպիսի աշխատանք, այսինքն աշխատատեղը պիտի զարգացնի այդ գիտելիքը, ոչ թե դեգրադացնի։ Հիմա մեր ամենամեծ խնդիրը, ես կարծում եմ, կայանում է նրանում, որ մեր տնտեսությունը չի հասցնում կամ չի ձևավորում այն աշխատատեղերը, որոնք այն կրթությունը, որի մասին մենք խոսում ենք, top 50-ը, Շանհայի կամ 65-ը զարգացնում է։ Եվ չվերադառնալու նաև առերեսվենք երկու այլ խնդրի հետ։ Մեկը, որ ֆիզիկապես վերադառնալ ու աշխատանքը վերադարձնել այսօրվա իրականության մեջ տարբեր բաներ են, 6 ամիս հետո լրիվ ուրիշ բան է դա լինելու, որովհետև փաստ չի, որ մարդը արտասահմանից Հայաստանում չի աշխատում ու շատ արդյունավետ։ Ի վերջո մեր բիզնեսը լավ աշխատողներ որ ունի, այդ աշխատողները զգալի մասը Հայաստանում չեն, Հոլանդիայից ջերմոցն է աշխատում, չգիտեմ, IT ոլորտում ընդհանրապես մի զգալի մասը դրսից են աշխատում։ Սա հարցեր է, որոնք մենք զուգահեռ եթե չկարգավորենք, այո, ձեր ասածը կստացվի, պարոն վարչապետ, կստացվի, ներդրում ենք անում արտագաղթի մեջ, այն էլ ամենատաղանդավոր սեգմենտի, որոնք իրանց հնարավորությամբ ընդունվել են, ենթադրենք լավագույն բուհեր։ Բայց կարծում եմ մենք սրան զուգահեռ պիտի նաև իրանց աշխատատեղը Հայաստանում ոչ միայն տեխնիկապես իրավաբանորեն պայմանագրով գործատու եւ այլը, այլ բովանդակային ապահովենք, որովհետեւ այդ երեխան չի գա
ժամանակ անցկացնի օֆիսում, որտեղ իր աշխատանքը նշանակում է մեր ստանդարտ ենթադրենք անարդյունավետ ժամանցը աշխատավայրում։ Բայց եկեք, եթե նույնիսկ միջազգային ստանդարտով նայենք, օրինակ աշխարհում ընդունված բաներ կան, այդ մեր մոտ է, որ հələ վերջին զանգից մի անգամից գնում են բու։ Աշխարհում gap year հասկացություն կա, աշխարհում կամավորության հասկացություն կա, որը բու ընդունվելու համար կրեդիտ է։ Մեր մոտ հենց դպրոց ավարտեցին, վերջ արդեն բան, արդեն իրանք մենակ top մասնագետ են։ Չկա տենց բան։ Դպրոց ավարտելուց հետո ով է մեր մոտ կամավոր, ասում ես գնամ կամ այդ որ ծնող կթողի երեխեք ոնց անվճար գնաք աշխատեք, ինչ որ մեկի համար քոծություն անեք, ոնց կարելի է տենց բան անել։ Ոչ, ես կտրականապես դեմ եմ, եթե չենք անում ավելի լավ է չանենք, կամ անում ենք իմ ասած ձևով։ Առնվազն 2 տարի պետք է ընկերությունում աշխատած լինի, ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա, աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով, եւ հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական։ Երբ որ այդ ընկերությունից մասնավոր կգնան հետ չեն գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից։ Կառավարությունից որ մեկը գնա ասի, բա էս ինչի՞ չես վերադարձե 25 հատ էջերով ուղիղ եթերներ, թե ինչ եւ այլն, բայց որ մասնավորի հետ տենց չեն կարողանալու խոսան, բայց մյուս կողմից մասնավորին ճանապարհը պետք է փակենք, որ բան այդ իմ ասած ֆաբրիկա զվյոզդը չստեղծեն։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եվ ելի եմ ասում, եթե տրամաբանությամբ ենք նայում, այնտեղ նույնիսկ բանից բակալավրից հետո մագիստրատուրա մի անգամից գնալու կուլտուրան այդեն շատ տարածված չի։ Մարդիկ մի հատ պաուզա են վերցնում, մի հատ ուզում են հասկանան, այս մասնագիտությունը ինչա, բանի աշխատանքի շուկան ինչա, այդ մեր մոտ է։ Մենք որ ասում ենք բան, կրթության ինչ ենք ասում, շարունակականություն, մենք հասկանում ենք, որ 0 դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում արտաշնչում ես։ Всё, это կրթության շարունակականությունը։ Կներեք, դա աբսուրդ է, եւ դրա համար է, որ ունենք այն, ինչ որ ունենք, տոննաներով դիպլոմներ, ֆուրերով դիպլոմներ, բայց որ իրականության մեջ ուզում ես հասկանաս ինչա կատարվում, այդքան էլ տենց չի։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուղղակի մի քանի մանրամասներ էի ուզում կարգավորումներից ներկայացնել, որոնք նաև ուղղված են ձեր նշած խնդրին։ Առաջինը կարևոր է ում մենք համարում ռեզիդենտ, ում ենք համարում գործատու մասնավոր կազմակերպություններից, մենք պահանջ ենք դրել, որ առնվազն վերջին 5 տարում առնվազն 100 աշխատող ունեցող կազմակերպությունները կարող են դիմել, հենց առաջնորդվելով նրանով, որ ձեր ասած մեկ օրում ստեղծված կազմակերպություններ չունենանք եւ պատմություն ու արդեն կենսագրություն ունեցող կազմակերպությունների հետ աշխատենք, որը որոշակի վստահություն կբերի։ Երկրորդը ես խոսեցի հակիրճ ներկայացման մեջ, որ ֆինանսական հետևանքներ կան, եթե պայմանավորվածությունը տեղի չունենա։ Մասնավորապես, եթե ունենանք դեպքեր, ուրեմն ուսումնառության ընդհատման ու չվերադարձի, այդ դեպքում գործատուն պիտի փոխհատուցի պետության տված գումարի եռապատիկը, այն պարագայում, երբ որ այստեղ աշխատելու պայմանը չի ապահովում, այդտեղ պետության տված գումարի կրկնապատիկը պիտի փոխհատուցի, այսինքն բավականին լուրջ նաև ֆինանսական սանկցիաներ են նախատեսված, որ เป զի հետ պահենք նման չարաշահումների տրամաբանությունից ի սկզբանե։ Այս ուղղակի կուզեի լրացուցիչ մանրամասնել, որ պարզ լինի։ Վարչապետ Տիկին Անդրեասյանն էլ երևի հարցս որպեսզի ավելի լավ հասկանամ։ Դուք նշեցիք վերադառնալուց հետո պիտի աշխատի նույն կազմակերպությունում, նույն մասնագիտությամբ։ Մենք հստակ ֆիքսել ենք, որ կազմակերպության հետ ինքը արդեն պիտի ունենա եռակողմ պայմանագիր ենք ունենալու, որում արդեն ֆիքսված է նաև ավարտից հետո, ուսումնառության ավարտից հետո առնվազն 3 տարի ժամկետով մասնագիտությամբ աշխատանքը։ Այդ մի հատ հարցն եմ ուղղակի լավ հասկանալու համար տարընթերցում չլինի, էլի։ Ես բիզնեսմեն եմ, որը վարձում եմ ամերիկյան համալսարան ավարտած երեխայի, գալիս է իմ մոտ 3 տարի աշխատում է հաշվապահ։ Հետո ես մի հատ ինչ-որ բիզնես հնարավորություն եմ տեսնում այլ ոլորտում ներդրում անելու, բացում եմ այլ կազմակերպություն,
պատրաստ եմ այդ կադրի մեջ ներդրում անեմ պետության հետ համատեղ, որ այդ կադրը գա այդ կազմակերպությունը ղեկավարի, մասնագիտությունը փոխում եմ, կազմակերպությունն էլ եմ փոխում։ Արդյոք սա կանոնի խախտում է։ Ձեր նկարագրած, եթե ձեզ ճիշտ հասկացա, արդեն որոշ ժամանակ աշխատել է ինքը եւ հետո հաջորդ ուղարկում ենք փուլում է։ մագիստրական կրթության, գնում է MBA անում, աշխարհի լավագույն համալսարանում հետա գալիս, դառնա CEO։ Դուք նկարագրեցիք իրավիճակ, որ ինքը արդեն իսկ ունի նոր որակավորում, հետեւաբար չէ որևէ կանոնի խախտում չկա։ Այստեղ եթե երրակոմ պայմանագիր է, եթե պայմանագրի այդ գործատու կողմը ինքը չի ասում, որ իմ պայմանագիրը խախտված է, ուրեմն խնդիր չունեն, կարող է գնա ուրիշ տեղ աշխատի։ Այսինքն համեն դեպս տենց պետքա ծրագիրը դիզայն պայմանավորվող կողմը մեր մոտ խաչմերուկային շահառուն գործատուն է։ Եթե ինքը չի ասում, որ իմ պայմանագիրը խախտված է, Վարչապետ, մենք ունենք իրավիճակներ, երբ որ գործատուն կազմակերպությունների ցանց ունի եւ այստեղ արդեն կնքվող պայմանագրի մանրամասներում պետքա արձանագրվեն այդ պայմանները։ հա կամ ներդրում ունի, պլանավորած ներդրում ունի, թողան այդներ։ Ասում եմ հստակեցնենք, որ հետո պետական փողի հետևից ուրիշ մարմիններ չգնան, էլ այդ կազմակերպությանը հարցեր տան։ Ամեն դեպս իրականացնել պրակտիկայի մեջ մենք նպատակն է կարևոր։ Պրակտիկայի մեջ խնդրեմ տեսնենք, կվերադառնանք, շտկումներ կանենք։ Այս պահին նշեմ, որ կարգում համապատասխան ճկունությունը դրված է, որ պայմանագրով կարող են այդ առանձնահատկությունները կարգավորվել եւ ուշադիր կլինենք իհարկե։ Համեցեք, բան ունեք ասելու բանտով։ Շատ լավ։ Դե էլի հույս ունեմ, որ հարգելի գործընկերներ ինչ որ ժամանակ անց չենք վերադառնալու, էլի տխուր վիճակագրության առաջ կանգնենք, բայց պետք է աշխատել, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ մենք չունենանք ծրագիր, որը համաշխարհային մակարդակի կրթական համակարգում կադրերի որակավորված մասնագետների պատրաստման հնարավորություն ստեղծի, մենք պետք է դա անենք, բայց ասում եմ, էլի մեր փորձը դա ցույց տալիս։ Մենք ինչ վիճակագրության հետևից գնանք, որ տենց ողջևորված, ուրախարել ենք, որ այսինչ մեծ լավություն ենք անում, կամ ոչ թե մարդկանց, այլ լավ մեխանիզմ ենք ստեղծում, գնալու ենք արդյունքում տեսնենք, որ 60% չարաշահումը, 40%-ի կեսը արդյունավետ, կեսը ոչ այդքան։ Էս է մեր իրականությունը, պետք է առերեսվենք այդ իրականության հետ։ Ու էլի պետք է գնանք այս իրականության հետ առերեսվենք մանկապարտեզից։ Ճշմարտությունը դա պետք է ասենք այդ ճշմարտությունը, ուրիշ տարբերակ չկա։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, եթե այլ դիտարկումներ։ Հա, մի հատ էլ նայենք, ես այդ մեխանիզմը չէ, բայց ոնց մտածում եմ այդ 2 տարվա աշխատանքը պետք է։ Համեցեք։ Ես առաջարկում եմ հետեւյալ տարբերակը, որովհետեւ տենց ես առաջարկում եմ ընդունենք որոշումը մոնիտորինգի տակ խիստ պահենք, ներկայացնենք արդյունքների, լավարկումով բոլոր խնդիրները, որ դուք բարձրացրեցիք, կլուծենք։ Ինքը մեկը ծանր աշխատող մեխանիզմ է ինքը։ Պարոն Գրիգորյան, բայց ես ուզում եմ հասկանամ, ընկերությունն է, ձեռնարկությունը լավ 100 հոգի աշխատող ունի, հիմա 18 տարեկանին ուզում է դա ես դե տրամաբանություն, ես ասում եմ 18 տարեկան թող մի քիչ աշխատանքային փորձ ձեռք բերի։ Թող մի քիչ աշխատանքային փորձ ձեռք բերի, իմանա աշխատանքը ինչա, նոր գնա բանի, նոր գնա բարձր որակավորում ստանալու։ Չկա տեղ տրամաբանություն։ Չկա տեղ տրամաբանություն։ Մեր մեխանիզմից ի սկզբանե շեղվում է։ 2 տարի թող այդ ընկերությունը աշխատի, աշխատավարձ վճարի, եկամտային հարկ վճարի, որ տեսնենք, որ այդ ռեալ իրականության հետ գործ ունենք։ Ֆեյքերի մի հատ բան կստեղծենք ու խնդրեմ կունենանք։ Ես համաձայն չեմ տենց տարբերակ։ 2 տարվա աշխատանքը պետքա լինի պարտադիր։ Ու որ 18 տարեկանի ցիկլից դուրս գանք։ Հարգելի գործընկերներ։ Մարդիկ այսօր առավոտ մի նամակների պատասխանել է 27 տարեկան կինը գրում ասում է ուշ չի կրթություն ստանալու համար 27 տարեկան ինչ է ուշ կրթություն ստանալու համար ոչ ուշ չի 40-ն էլ ուշ չի 50-ն էլ ուշ չի 60-ն էլ ուշ չի երբեք ուշ չի իսկ ով ասե որ այդ ընկերությունը պետքա 18 տարեկանին ուղարկի կարող է 40 տարեկանի է ուղարկում ինչ խնդիր կա ոչ մի խնդիր չկա
Միայն այս պայմանով։ Հետո այդ ժամանակ կգնանք կվերադառնանք մոնիտորինգ կանենք, տեսնենք իրականության մեջ ինչ է խանգարում եւ այդ տրամաբանությամբ կգնանք։ Եթե ես ճիշտ հասկացած ամբողջ խոսակցությունը եւ փաստարկները, մենք հիմա քննարկում ենք միայն պետության համաֆինանսավորման կտորը, որովհետեւ ոչ մի բան, եթե ճիշտ եմ, տպավորությունս ճիշտ է, ոչ մի բան կազմակերպությանը չի խանգարում ընտրել ավարտած նորավարտ մեկին տաղանդավոր կադրը համար ուզում ներդրում անի 100%-ով ֆինանսավորի նրա ուսումը։ Սա մեկ եւ երկրորդը սենց տնեց մարդը եթե ընդունվում այդ ցանկի 65 բուհերից որևէ մեկը ինքը ստանում է նաեւ որոշակի արտոնությունները, որը մտահոգում էր պարոն Պապիկյանին, ճիշտ է։ Հետեւաբար մենք հիմա քննարկում ենք միայն գործատուների խողովակով պետության համաֆինանսավորման կտորը։ Այդ մտահոգությունն էլ չկա մեծ հաշվով, եթե կազմակերպությունը ուզում է որևէ մեկին ուղարկի 18 տարեկան ձեր ասած, սենց է կարող ուղարկի։ Թող առանց մեզ ուղարկի։ Դե բա, ասեք։ Թող, բայց ես ուրիշ նյուանս էլ կա, եթե հիմա պիտի վերադառնանք, այն մյուսն էլ նայենք։ Տեսնենք ավարտած ուսանողներից քանիսն են վերադարձել։ Եթե այդտեղ էլ է տոկոսը 60, 40, 20, 30 պետքա դադարեցնենք այդ ծրագիրը, որովհետև դա չի ծառայում իր նպատակին։ Մենք հասկանում ենք, որ ներդրում ենք անում, ասենք, բազմաթիվ օտար երկրի ամենայն հարգանքով, մենք դեմ չենք, բայց մենք մեր երկրի զարգացման մեջ ներդրում անելու խնդիր ունենք։ Մենք ֆինանսավորում ենք այլ երկրների տնտեսության զարգացումը, որոնք մեզնից 30 անգամ ավել բան ունեն, հնա ունեն, մի անձի հաշվով։ Ինչքանով է սա տրամաբանական։ Տենց պայմանավորվենք ուրեմն։ Հարց դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չունենք, որոշումն ընդունված է։ Ինչքան ժամանակվա մոնիտորինգ դնենք, որ վերադառնանք։ Ես կարծում եմ առնվազն միջև տարեվերջ պիտի սպասենք, որտեվ մենք միջև մայիսի 1-ը հայտարարություն ենք տալու ընդունելու ենք դիմումներ միջև հոկտեմբերի 1-ը, այսինքն աշնանը կարող ենք ամփոփել առաջի փուլը։ Միջև տարվա վերջ։ Հա, դե ուրեմն առավել եւս հիմա մենք այս ուղերձը տանք, թող արդեն աշխատող, արդեն աշխատած, որովհետեւ մարդիկ կան, որ 2 տարի աշխատում են, մարդիկ կան, որ 3 տարի են աշխատում, մարդիկ կան, որ բակալավրը արել են, հիմա պետքա մաստերս անեն օրինակ։ Թող մեր գործընկերները կենտրոնանան իրանց վրա, որովհետեւ կոլեկտիվը ի վերջո աշխատանքային կոլեկտիվը պետքա ճանաչի, աշխատողին պետքա ճանաչի։ 18 տարեկանին ինքը կարա համարի խոստումնալից կադր, բայց ինքը մեկը չի ճանաչում, կամ ճանաչում է որպես ծանոթ, կամ ճանաչում է որպես բարեկամ, կամ ճանաչում է ինչ-որ այլ պատճառով։ Իրեքն եմ այս մեր ծրագրի հետ կարա առնչվի, բայց մեր ծրագրի նպատակը չի։ Էլի ուղղակի ռեպլիկի կարգով իրականում հիմա այդ բուհ գործատու հարաբերությունների սերտացման փուլում, երբ որ մենք պրակտիկայի աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասին ենք խոսում, պարոն վարչապետ, ինչ որ մի տրամաբանության մեջ գործատուն կարող է ուսումնառության ընթացքում դեռևս առնչվի այդ ուսանողին որպես աշխատակից։ Ես ուղղակի պայման ուրեմն կատարված է։ Պայման ուրեմն կատարված է։ Դուք նկատի ունեք մարդ օրինակ սովորում է ասենք Երևանի պետական համալսարանի ինչ որ ֆակուլտետում եւ որպես ուսանող ինքը աշխատում է նորմալ աշխատում է մի տարի աշխատել է երկրորդ կուրսից մինչեւ 4-րդ կուրս աշխատել է շատ լավ համոզվել են որ հեռանկարային կադրը շատ լավ մենք է ֆինանսավորենք օգնենք թող մեկնեն սովորելու ոչ մի խնդիր չկա նկատի ունեմ չպետք է որոշումները բալանսներից զրկենք պետք է ամեն ինչ բալանսավորված լինի հակառակ ասում եմ մանավանդ որ մեր փորձը դառն է մենք այդտեղ քաղցր փորձ չունենք ընդհանրապես որ որոշումը նայում ենք որ մենք գնացել ենք այդ բանի պոզիտիվ կանխավարկածով ուր գնում ենք ուզում ենք տենանք ինչ արել գնում ենք տերեմ դեֆորմացվել է ցեց ընկել է մեջը ու սկսել է քայքայվել հիմա էս էլ է տենց լինելու եկեք այս գլխից բանի այդ պրոֆիլակտիկ աշխատանք անենք հետո հետադարձ կտեսնենք որ բան չի փոխվել առնվազն իրադրությունը չենք վատացրել առնվազն ավելի վատ չենք դարձրել
Այն ժամանակ պրակտիկան ուսումնասիրելով ավելի շատ հնարավորություն կունենանք ավելի լավը դարձնելու համար։ Եթե 30 տարի կարեցել ենք մի կերպ յոլա գնանք այս իրավիճակում, եւս մի տարի կարծում եմ կարողանանք յոլա գնալ։ Ոչ մի բան տեղի չի ունենա այս ընթացքում։